Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Ողջույն Իրինա։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ You are most welcome. Անգլերեն բացի չպետք է ասի, չէ՞։ Ցանկալի է հայերեն այսօր մենք։ Բարի գալուստ, բարի գալուստ։ Շնորհակալություն։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ է տրամադրությունը։ Եվ դա լավ է։ Ընդհանրապես ձեզ չի սպասում։ Բայց մենք զանգել ենք եւ ձեզ հետ պայմանավորվել ենք, այնպես որ դուք պետք է սպասեիք մեզ։ Մենք այսօր որոշել ենք մեր օրը լցնել թվագիտությամբ եւ այդ հարցում օգնելու եք մեզ, փորձելու ենք բացահայտել բնակարանային պայմանները եւ իհարկե կարևոր թվերը բոլոր մարդկանց կյանքում։ Բայց մինչ այդ խոսենք ձեր մասին։ Սա նորակառույց շենք է, հետեւաբար դուք նոր եք այստեղ տեղափոխվել, որտեղից են ձեր արմատները, որ թաղամասում եք մեծացել Երևանում, թե ոչ, եւ այսպիսի մի շարք այլ հարցեր։ Մեծացել եմ Սայաթնովա փողոցում։ Կենտրոնի բնակիչ եք եղել։ Ապրել եմ այնտեղ, գնացել եմ դպրոց, 71 դպրոցն եմ ավարտել։ Հետո լքել եմ Հայաստանը։ Ինչու։ Որովհետև երևի ուզում էի լքել։ Բոլորը ասում էին պետքա գնալ, դա 2000-ական թվականներն էր, 90-ականների վերջ 2000-ականների ու բոլորը ասում էին պետքա գնաս, ինչի՞ չէ, անգլերեն լավ գիտես, Բրյուսելն եմ ավարտել։ Եվ դա ոնց որ իմ մեջ դրած էր, որ պետքա գնամ։ Ինչի համար вообще ընդհանրապես չեմ զղջում։ Ուր գնացիք։ Գնացի Էմիրություններ։ Գնացի Էմիրություններ, ընդ ընդունվեցի աշխատանքի։ Աշխատում էի մի հատ կազմակերպությունում, ֆաբրիկայում, որը որ Լիբանանի հայերն էին աշխատացնում, եւ գնացի ընդունվեցի գործի։ Ընդունվեցի գործի, աշխատեցի, մեծ փորձ ձեռք բերեցի։ Եթե գաղտնիք չէ, ինչ էիք աշխատում։ Ադմինիստրացիայում էի, որտեղ փորձս քիչ էր, Բրյուսելը նոր է ավարտել։ Ու ադմինիստրացիայում ես գործ տվեցի։ Շատ լավ են վերաբերվում սփյուռքահայերը Հայաստանի հայերին, մանավանդ այդ տարիներում։ Մի տարի այնտեղ ապրելուց հետո ես հասկացա, որ ես չեմ կարող առանց Հայաստանի, եկա այստեղ։ Եկա վերադարձա Հայաստան։ Վերադարձա Հայաստան եւ բարեբախտաբար ընդունվեցի ամերիկյան կազմակերպություն։ Դա 2002 թվականն էր։ Շատ հաջողակ ընդունվեցի իմ ուժերով, չնայած այն ժամանակ ասում էին ամեն ինչ ծանոթ հովաբան, ես դա հերքում եմ։ Ես առանց ծանոթի ընդունվեցի գործի ամերիկյան կազմակերպությունում եւ ստանում էի, կարող եմ ասել ինչքան էի ստանում 2002-ի համար $550, որը որ այն ժամանակ շատ մեծ փող էր։ Հիշում եմ ես այդ ժամանակները։ Շատ մեծ փող էր։ Եվ մի տարի աշխատելուց հետո ես հասկացա, որ ես շատ ահավոր կարոտել եմ Էմիրությունները եւ vacation ունեի, այսինքն արձակուրդ ունեի, ասա որոշեցի գնամ Էմիրություններ։ Մի ամսով, երկու շաբաթով։ Գնացի Էմիրություններ եւ նույն ստացվեց այդ ճակատագիր։ Հենց նույն օրը, իմ գնալու օրը ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն։ Совершенно случайно։ Հայ։ Ինքը կիսա հայ, կիսա ուկրաինացի, կիսա ռուս արմատներով Մոսկվայում ծնված, մեծացած հայ է։ Ճակատագրի բերումով ես իրան հանդիպեցի, ոչ մեկ մեզ չի ծանոթացրել ու ես կարծում եմ, որ բոլոր մեր ճակատագրական հանդիպումները լինում է, երբ որ ոչ մեկ չի ծանոթացնում, երբ որ դու գնաս փողոցով մեկ ինչ-որ մարդ ես հանդիպում։ Հանդիպեցի իմ ապագա ամուսնուն, սիրահարվեցինք, ինքը ինձնից 12 տարի մեծ էր, ես 23 տարեկան, ինքը 35, ինքը ինձ հրապուրեց, ոնց կհրապուրվի 23 տարեկան աղջիկը 35 տարեկան տղամարդով։ Ես որպես հին հայտնի աղջիկ պատկերացնում եմ, թե ինչպես կհրապուրվի։ Ու
ես վերադարձա Հայաստան, սաղ իմ գործերը, բոլոր իմ գործերը փակեցի եւ մի ամսվա մեջ ամուսնացա։ Շատ արագ։ Ու մենք տեղափոխվեցինք Էմիրություններ, որտեղ ինքը այնտեղ աշխատում էր, ինքը բացել էր այնտեղ իր գործը եւ ես տեղափոխվեցի այնտեղ։ Այնտեղ մենք ապրեցինք 9 տարի, 8-9 տարի։ Ծնվեցին իմ երկու երեխաները եւ 2009 թվականին մենք որոշեցինք, որ մենք պետք է տեղափոխվենք Վելիկա Բրիտանիա։ Մեծ Բրիտանիա։ Մեծ Բրիտանիա, Էդինբուրգ, Շոտլանդիա։ Մենք ուզեցինք, որ մեր աղջիկը, որ այդ պահին արդեն 5 տարեկան էր եւ իր դպրոց գնալու ժամանակն էր, գնա անպայման այնտեղ դպրոցում սովորի։ Դա boarding school էր, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, դա այն դպրոցն է, որտեղ դու կարաս մնաս։ Ну, բայց մենք չենք թողնում երեխուն ընդ, այնտեղ ավելի մեծ տարիքի երեխաները կարող են մնալ։ Եվ դպրոցը ամենահետաքրքիրը, որ մենակ աղջիկների համար էր, այսինքն այնտեղ տղա չէր սովորում։ Տենց ուզեցինք, որ մեր երեխան գնա իմենը այդ դպրոց եւ գնացինք այնտեղ 3 տարի էլ այնտեղ ենք ապրել եւ 2012 թվականին ես ամուսնալուծվեցի, վերցրեցի իմ երեխաներին եւ վերադարձա հայրենիք ու ես դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր, որովհետեւ ես ինձտեղ զգում եմ ամենալավ, ամենահարմար, ամենակոմֆորտ ձևով։ Հասկանալի է, շատ արմատական պատասխան տվեցիք, շնորհակալություն։ Հիմա հասկանանք, ձեռք բերեցիք այս բնակարանը, սկսեցիք վերանորոգել այն, ովքեր օգնեցին ձեզ այդ հարցում, որովհետև եթե ասում եք, որ ամուսնալուծված էիք, այսինքն տղամարդ չկար ձեզ օգնող։ Ճիշտն ասած, ես սկսեցի սենց գործով զբաղվել 2012 թվականին, երբ որ վերադարձա երկու երեխաներիս հետ ստեղ, ունեի ինչ-որ մի X գումար, որը որ պարտադիր ուզում էի ճիշտ ձևով իրան օգտագործեի։ Ինչ ասել է սենց գործ։ Նախ հասկանանք դա, հետո շարունակենք։ Недвижимость։ Անշարժ գույք։ Անշարժ գույք, հա։ Այսինքն դուք նաև զբաղվում եք անշարժ գույքերի առք ու վաճառքով։ Չէ, ես realtor չեմ, ես մենակ իմ բնակարանների հետ եմ զբաղվում։ Բնակարանների։ Հա, ես ունեմ մի քանի Դե բնակարան։ 2002 թվականին $550 եք ստանում, նորմալ է, խնայել եք, հետո գնել եք Չէ, 2012 թվականին եմ ես տեղ եկի, ու այս 10 տարվա մեջ ես գումար էի խնայել, որովհետև երբ որ մենք գնացինք Էդինբուրգ ապրելու, մենք գնացինք, որովհետև ես հանձնեցի քննություններ, դա կոչվում էր այն ժամանակ Tier 4 ծրագիրը, որտեղ դու հանձնում ես քննություն, IELTS TOEFL-ի պես բանը IELTS-ը։ Ստանում ես բալեր, համապատասխան բալեր։ Ցույց ես տալի, որ դու ունես գումար եւ քեզ տալիս են entrepreneur վիզա, 3 տարվա վիզա, աշխատանքի իրավունք, որպես անհատ ձեռներեց։ Ես 10 տարվա մեջ ա եղել այդ խնայած գումարը, եւ երբ որ ես հետ եկա 12 թվականին, ես ունեի մի հատ X գումար, ոչ մեծ գումար, որը ես ուզում էի ճիշտ օգտագործեի հանուն իմ երեխաների, ոչ թե կորցնեի, ինչ-որ բիզնեսի մեջ դնեի, բիզնեսը չաշխատեր, ներվայնանայ, ջղայնանայ, ստեղ ինչ-որ գցեցի, այնտեղ չգիտեմ ինչ-որ բան եղավ, ու մի հատ ինձ շատ լավ ծանոթ ասեց, Իրինա, а может быть тебе իսկ կարողա դու բնակարան առնես։ 2012 թվականին բնակարանները շատ դեռ էժան էին։ Գնացի իմ ծնողների մոտ, ասեցի, գիտեք, ոչ իմ ծնողներ ջան, այստեղ մի հատ ծանոթ ունեմ, որը ասում է, ես տուն առնեմ եւ տունը վարձով տամ։ Ինչ կասեք։ Ծնողներս ասեցին, ոչ մի դեպքում։ Բոլորը վաճառում են իրանց բնակարանները եւ գնում են այս երկրից։ Դու ոնց կարաս դա անես։ Սենց դուս եկա Սայաթնովայից, ծնողները Սայաթնովային ապրում ու հասկացա, որ պետք է անեմ հակառակը, որը ծնողներս են ասում, որովհետև ոչ թե որովհետև ես չեմ լսում իմ ծնողներին, այն դրա համար, որ իրանք փորձ չունեն այդ բնակավարում։ Երբ որ մարդ փորձ չունի ինչ-որ բնակավարում, ինքը չի կարա ճիշտ խորհուրդ տա քեզ։ Այ եթե ես դիմեի ինչ-որ մի հատ մարդու, ով ունի բնակարաններ եւ իր մոտ չի ստացվում, օրինակ կամ չգիտեք ինչ, այդ ժամանակ արած խորհուրդ վերցնես։ Իսկ տենց ասեցի, չէ, պետք է առնեմ ու էլի նույնպես ճիշտ որոշումներից մեկն էր։ Ձեռք բերեցիք բնակարանը, վերանորոգման հարցերով ով ձեզ օգնեց։ Երբ որ առաջին բնակարանս ձեռք բերեցի, այդ տունը վերանորոգված էր, որտեղ ես ահա որ շատ
վախենում էի վերանորոգումներից։ Մենք այս բնակարանի մասին ենք հիմա խոսում, այս Այս բնակարանը իմ վերջի ձեռքբերումներից է, իմ վերջի, որը ես ձեռք եմ բերել 22 թվականին, որովհետև զգում էի, որ ես ինչ-որ մի բան պետք է անպայման ձեռք բերեմ։ Զգում էի, այդ ինտուիցիա։ Բայց 22 թվական արդեն սկսվել էր ռուս-ուկրաինական պատերազմը, ամեն ինչը թանկացել էր, բայց ես միևնույն է շատ հարմար գնով ձեռք բերեցի, այսինքն եթե ես հիմա ուզենամ այս տունը վաճառեմ, ես իրան կվաճառեմ պլյուսով, չեմ վաճառի մինուսով ու ռեմոնտով, բան, то есть լավ կվաճառեմ։ Ես զգացողությունը մոտս եկա, որ պետք է անպայման ինչ-որ բան բերեմ ու սկսեցի փնտրել։ Տեսի ման գալ, տեսնել ու ուզում էի անպայման որ լինի նորակառույց։ Որովհետև երբ որ 2007-8 թվականների նորակառույց մարդիկ վախենում էին առնեին, որովհետև շատ կար, այսպես ասած, քցոցի, այսինքն մարդ առնում էր բնակարան, հետո պարզվում էր, որ այդ բնակարանը 10 հոգի առել է։ Ու հետո դատարան, դատ, շատ վատ վիճակ։ Հիմա այդ հարցը, այդ խնդիրը էլ չունենք։ Ինչի՞։ Որովհետև հիմա կա escrow account, ինչ է նշանակում escrow account։ Դուք developer-ն եք, այսինքն դուք գնորդը։ Չէ, застройщик։ Կառուցապատող եք, ես գնորդն եմ։ Ես գալիս եմ ձեզ մոտ, ուզում եմ բնակարան գնեմ։ Ես ձեզ չեմ տալի այդ գումարը։ Այդ իմ տված գումարը գնում է մի հատ հաշվին, բանկում բացած։ Եվ մինչև դուք կառուցապատող ինձ չեք տալի իրավունքը վերջնական, այդ գումարը ձեզ չի փոխանցվում։ Հասկանում եք։ Դրա համար տենց ավելի հիմա հարմար է։ Պլյուս եթե այն ժամանակ դու պետք է գնայիր բանկում, վերցնեիր գումար, որպեսզի տայր կառուցապատողին, հիմա այդ խնդիրը չկա։ Դու ամեն ամիս պարզապես կառուցապատողի գումար ես ուղարկում, այսինքն իրանք քեզ տալիս են սխեմա, ամեն ամսվա թե ինչքան պետք է վճարես, դու ամեն ամիս վճարում ես։ Այսինքն դու ունես ինչ-որ մի հատ ավելորդ գումար, չէ, որը որ ուզում ես սեյվ անես, բայց սեյվ ես անում, եկել հոպ ծախսեցիր։ Չես ծախսում այդ գումարը, տալիս ես կառուցապատողին, այդ գումարը չկա։ Ու 3 տարի անց դու ունես բնակարան։ Իրինա, ովքեր են ձեր երեխաները։ Ես ունեմ մի հատ աղջիկ եւ ունեմ մի հատ տղա։ Ինչով են զբաղվում։ Աղջիկս 21 տարեկան է, ինքը այս տարի վերջացնում է միջազգային հարաբերությունները համալսարանում եւ աշխատում արդեն 2 տարի Digital-ում։ Սկզբից ընդունվեց որպես receptionist, հետո տեսան որ խելքը գլխին աղջիկա, այտենց բարձրացրեցին, հիմա ինքը աշխատում է sales-ի բաժնում։ Տղաս 16 տարեկան է, ինքը դեռ սովորում է դպրոցում, այս տարի վերջացնում է վերջի դասարանը, վերջացնում է Մոսկվայում, ինչի Մոսկվա, տեղափոխվեց Մոսկվա, որտեղ մենք այնտեղ կարող ենք 1 տարի սեյվ անենք, այստեղ 2 տարի մնացել, այնտեղ 1 տարի։ Ինչ մասնագետ է դառնալու։ Ինքը ուզում է ֆինանսներ, ինքը ուզում է սովորի Չինաստանում, որովհետև արդեն 5 տարի է ինքը ուսումնասիրում է չինական լեզու, այսինքն չիներեն է սովորում, եւ ուզում է անպայման որ համալսարանը լինի Չինաստանում։ Մենք անդադար փորձում ենք հասկանալ ովքեր են եղել ձեզ օգնող մարդիկ վերանորոգման հարցում, որովհետև դուք լինելով միայնակ կին պետք է որ բախվեիք մի շարք խնդիրների, հատկապես վարպետների հետ։ Սկսենք առաջին բնակարանից եւ հասկանանք վերջին բնակարանը ինչպես ավարտին հասցրեցիք։ Շատ ճիշտ եք։ Դա մի հատ մեր գլխի մեջ դրած մի հատ կաշմար է, որը մղձավանջ է, որը դու հանդիպում ես, երբ որ դու սկսնակ ես, չունես փորձ վերանորոգման հետ, ու դա իրոք մղձավանջ է, եթե դու չունես փորձ։ Առաջի այդ ռիսկը ես արեցի 2015 թվականին, երբ որ ես գնեցի մի բնակարան, որը Կոմիտաս փողոցի վրա էր, եւ ինքը զրո վիճակ էր։ Ես գնեցի իրան այն մտքով, որ ես այս հիմա գնում եմ լավ գնով եւ մի տարուց կվաճառեմ իմ ուզած, իմ կրկնակի չէ, բայց իմ ուզած գնով։ Չստացվեց։ Ու ես գում էի արդեն տենց մի տարի ասում եմ համ այդ բնակարանը կա, ոչ մի բան չեմ անում, ասեցի Իրինա, վերցնում ես քեզ քո ձեռքերի մեջ եւ վերանորոգում ես, ավելի լավ է դու իրան հանձնես, բարձով տաս, քան ինքը տենց մնա։ Եվ իմ առաջի վերանորոգումը ես արեցի 15 թվականին։
յուրաքանչյուր գործը, որը որ դու հանդիպում ես եւ որտեղ դու սկսնակ ես, դու սովորում ես քո սխալների վրա։ Չկա տենց բան։ Երեխան երբ որ սկսում է քայլել, ինքը չի վեր կանում ու մեկ է տենց մեծի պես գնում է, ինքը դնում ընկնում է։ Հետո վախենում է, նորից է վեր կանում, բայց նորից է էլի քայլանում։ Նույն բանը յուրաքանչյուր գործի մեջ է։ Սխալներ կային, սխալները ուղեցի, հասկացա, որ անպայման վերանորոգման մեջ, եթե դու ուզում ես, որ դու քիչ ժամանակ, то есть ժամանակ չկորցնես, քիչ սխալներ ձեռք բերես, то есть քիչ սխալների հանդիպես եւ քիչ ներվ ծախսես, դու պետք է վերցնես դրա համար դիզայներ։ Դիզայնը դա մենակ այն չի, որ պատը, որ գույնը դու պետք է ներկես, դա չի։ Դիզայնի մեջ ամենակարևորը, որ օրինակ եմ ասում, այս շտեպսելները իրանք ճիշտ տեղադրված լինեն։ Վարդակները ճիշտ տեղադրված լինեն, հասկանում եք, ջերուցումը ճիշտ տեղ լինի։ Այսինքն դա է ամենակարևոր, որովհետև եթե դու չես վերցնում դիզայներ եւ ինքդ ես անում, լիքը սխալ է լինում, հետո մեկը դու փոխում ես։ Ժամանակ ես կորցնում, ավել գումար ես ծախսում, կռվի մեջ ես մտնում, նույն այդ բանվորի հետ կամ Եղել են ձեր կյանքում այդպիսի դեպքեր, երբ վիճեք վարպետների հետ։ Միշտ կա դեպքեր, երբ որ դու ինչ-որ մի բանից դժգոհ ես, երբ որ իրանք ինչ-որ մի բան այն չեն արել, ինչ որ դու սպասում էիր։ Բայց երբ որ դու վերցնում ես պրարապ, Աշխղեք։ Ձեր հաղորդման միջոցով ես լիքը նոր բառ սովորեցի։ Աշխղեք հենց վերցնում ես, տեսեք, համ դիզայներն է ավել գումար, համ աշխղեկն է ավել գումար, բայց եթե դու վերցնես վերանորոգումը առանց այդ երկու մարդու, դուք նույն գումարն եք ծախսելու, որովհետև լիքը փոխելու բան է լինելու, ներվեր ու ժամանակից ավելի թանկ բան չկա մեր կյանքում, հասկանում եք։ Իսկ ձեզ թվերը որևէ բան չէին հուշում, որ պետք է այսպես եւ այսպես անել, որպեսզի չսխալվեք։ Ուրեմն թվագիտություն, հա, թվագիտությունը։ Կարծում եմ նումերոլոգիայի հայերենը թվագիտություն կարելի անվանել։ Թվագիտությունը իմ կյանք եկավ 1.5 տարի առաջ։ Իսկ ինչպես։ Ոնց եկավ թվագիտությունը իմ կյանք։ Ես փոքր ժամանակվանից, երբ որ ես դեռ երեխա էի, ես միշտ գիտեի ով երբ ծնվե, ում ծնունդը երբ է, ու ես չէի կարողանում ինքս ինձ բացատրեի, ինչ եմ ես դա հիշում։ Անունները չեմ հիշում մարդկանց, ինձ ասեն Վահան, ես կարող եմ տենց ասեմ Վահան ու մի վարքյանից մոռանամ։ Բայց եթե ինձ Վահանը ասի ինքը երբ ծնվե, ես դա այսպես մտնում էր մեջս։ Ու երբ որ ես փոքր էի, ես միշտ տենց сопоставлять ոնց է բառը հայերեն։ Համեմատել չի, это сравнивать։ Համադրել։ Միշտ համադրում էի, համադրելն էլ չի, բայց լավ, համադրում էի, օրինակ մեկը ծնվել է մայիսի 23-ին, մեկը ծնվել է մայիսի 25-ին, իրանք ինչ ընդհանուր բան ունեն, ինչ ընդհանուր բան չունեն, եւ պարզվեց, երբ որ թվագիտությունը եկավ իմ կյանք, պարզվեց, որ այդ իմ ես դա համարում եմ տաղանդ, դա համարում եմ շնորհ Աստծուց։ Երբ որ մարդ կարողանում է թվագիտությամբ զբաղվելու համար պետք է ուսում ստանալ, թե դա լինում է ինքնուս։ Դու յուրաքանչյուր բանը դու կարաս դառնաս ինքնուս կամ տաս գումար եւ ստանաս արդեն այն մարդկանցից, որոնք որ դրա մեջ դասատու են, իրանցից գիտելիք։ Ես ընտրեցի երկրորդ ճանապարհը, որպեսզի սեյվանեմ իմ ժամանակ։ Այդ նույն բանն է, որ սկսեմ պատերը ինքս ներկել ու սովորեմ, բայց ես կկորցնեմ ժամանակ, ավելի լավ չի մարդ հրավիրեմ, գումար տամ եւ ինքը ներկի։ Որքան պետք է տևի ուսումը, որպեսզի մարդը համարվի լիարժեք նումերոլոգ։ Ուսումը կարա լինի անվերջ։ Բայց ես վերցրեցի մի հատ շատ լավ կուրս Կրիստինա Եգիազարովայի շատ իրան շնորհակալ եմ այդ աղջկան, ինքը 30 տարեկան է, բայց չնայած իր 30 այդ քիչ տարիքի լինել, ինքը շատ իմաստուն, գիտելիքներով լի մարդ է։ Ես վերցրեցի իր մոտ ուսում, որը որ շատ թանկ էր, էժան կուրս չէ, որտեղ ես համարում եմ, որ եթե դու ուզում ես ինչ-որ բան լավ իմանաս, լավ ուսում ստանաս, ասում եմ թանկից էժանը չկա։ Վերցրեցի մի անգամից լավ կուրս եւ արդեն սկսեցի ուսումնասիրել, սովորեցի, հայտնաբերեցի այնպես բաներ, որ ես ինքս շոկի մեջ ընկա, թե ինչքան դա ճիշտ է։
Միջև այդ կուրս վերցնելը ես մի հատ ամեն ինչը, այսինքն կուրս վերցնելուց հետո կարելի ասել, սկսեցի համեմատել, սկսեցի իմ սաղ ծանոթները, ծնողներս, ընկերներս, իրանց վրա դա թվերով հաշվել ու նայել, հասկացա, որ դա համընկնում է 100%-ից, համընկնում է 99% համընկնում է, հասկացա, որ ես չեմ սխալվել ու հասկացա, որ ես կարամ արդեն ասեմ, որ ես նումերոլոգ եմ ու արդեն ուրիշներին օգնեմ իմ գիտելիքներով։ Մենք այսօր կկարողանանք պրակտիկորեն կիրառել ձեր գիտելիքները։ Օրինակ, ես ասեմ իմ ծննդյան ամիս ամսաթիվ տարեթիվ, եւ դուք իմ մասին ինչ-որ ինֆորմացիաներ հանրայնացնեք։ Փորձենք, իհարկե փորձենք։ Բարի, բայց մինչ այդ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում .am կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, չմոռանանք նաև կենտրոն հեռուստաընկերության մասին։ Սա մի փոքր մեր մասին, անդադար ձեր մասին էինք լսում, իսկ այս պահին մեր ծրագրում լինելու է կարճատև գովազդային դադար, որից հետո վերադառնալու ենք եւ շարունակելու ենք դրա համար կխնդրեմ տեղափոխվել խոհանոց Իրինա։ Իրինա Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա, շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ, ավելին ասեմ, որ ես Սլաբադա արդեն 2 տարի է օգտագործում եմ, իրանք ամենալավն են։ Դուք 2 տարի է կատարում եք լավագույն ընտրությունը։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակետարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Չեմ հիշում կարգախոսը, բայց շատ եմ հավանում իրանց սև պղպեղը, այն որ որակ եւ հմտություն, լավ է։ Անտիր։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ հիմա շարունակենք ձեր մասնագիտական բացահայտումները։ Բայց քանի որ գտնվում ենք խոհանոցում, նախ մի պահ խոսենք խոհանոցի մասին, հետո կշարունակենք։ Հասցնում եք լինել խոհանոցում որպես ոչ թե սպառող, այլ գործող։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գործը, երբ որ դու անում ես սիրով, քո մոտ լավ է ստացվում։ Դրա համար ես խոհանոցում լինում եմ այն ժամանակ, երբ որ ես ունեմ այդ ցանկությունը, այդ տրամադրությունը եւ այդ ռեսուրսը, ինչ որ համով բան սարքելով։ Երբ որ ես սարքում եմ, ես կամ սարքում եմ, մի բան պատրաստում եմ, կամ չեմ պատրաստում, բայց եթե ես պատրաստում եմ, նշանակում է, որ ես 3 այդ բանը ունեմ, շատ համով եմ անում։ Այն որ իմ բլյուդաներից ձուկն է, մեկ էլ իմ անձնական ռեցեպտով խաչապուրիները, որը չեմ ասելու, չասել։ Չէ, չասեք, թող դա մնա գաղտնիք։ Իսկ ընտանիքի անդամների քաղցը ինչպես են հագեցվում, ինչպես է հագեցվում։ Երբ որ աղջիկս դեռ չէր զգացել, որ ինքը այն ցանկությունը ունի խազայկա տնտեսուհի, բայց ոչ թե տան տնտեսուհի, որը ինչ-որ տուն է մաքրում, այն ինքը շատ sense женский կանացի բնազդ ունի, ես էի պատրաստում։ Բայց հենց աղջիկս զգաց, որ ինքը դա ուզում է անի, սիրում է դա անել, ինքն է դա անում ու իր մոտ շատ լավ է ստացվում։ Ես տես հիմա տենց ավելի ինձ են կերակրում, ոչ թե ես եմ կերակրում։ Կնշեք անունները ձեր երեխաների։ Էլա,
Եվ Ալեքսանդր։ Էլլա եւ Ալեքսանդր, շատ գեղեցիկ անուններ։ Շնորհակալ եմ։ Մենք պայմանավորվել ենք, որ կկարողանանք այսօր փոքրիկ master class, վարպետաց դաս անցկացնել ձեզ հետ։ Եվ հիմա կխնդրեմ, ես նշեմ իմ ծննդյան օր, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, դուք ինձ համար արեք բացահայտումներ։ Կարելի է։ Իհարկե։ Ես ծնվել եմ 1994 թվականի հուլիսի 26-ին։ Ուրեմն ասեմ նախ ձեր 26-ի մասին։ Դուք, տենց, եթե մենք վերցնենք կլասիկ նումերոլոգիան, 8 եք։ Ինչ է նշանակում 8։ Դա լավ է թե վատ։ Յուրաքանչյուր թիվը լավ է։ Լավ ու վատ չկա։ Յուրաքանչյուր թվի մեջ կա իր լավ կողմերը եւ վատ կողմերը։ Ամենակարևորը բերել բալանսի։ Այսինքն, օրինակի համար 8-ը դա как правило, Ինչպես է ճիշտ։ ինչպես է ճիշտ չէ, как правило։ Ինչպես է կանոնը։ Ինչպես է կանոն, ամենապրեդանի մարդիկ են։ Իրանց համար չեսն է, ազնիվ են իրանք շատ բարյադիչն են, իրանք պարկեշտ են, իրանք սպրավիդլիվը են։ Դա չեմ կարող ես հայերենից ասեմ։ Սպրավիդլիվը, որտեղ ռուսերեն եմ դա սովորեմ, դրա համար այդ ռուսերեն բառը արդարության, իրանք ամեն ինչը իրանք համար պետք է արդար լինի, որտեղ արդար չի, իրանք տանջվում են։ Դա լավ կողմերն է 8-ի, որը որ բացի այդ լավ այդ երեք իմ ասած, իրանք փողի զգացողություն ունեն, իրանք կարողանում են փող աշխատեն եւ ամենահարուստ մարդիկ հենց 8-երն են։ Բայց եթե դուք ծնվեիք ամսի 8-ին, հուլիսին, դուք ավելի դա կօգտագործեիք։ 26-ը ոնց որ չհավատա, որ ինքը կարա լինի ամենահարուստը։ 26-ին մենակ մնում է, որ ինքը հավատա, որ դու կարաս վաստակես այն գումարը, արժանի ես վաստակելու այն գումարը, որը որ դու կարաս վաստակես։ 8-ը։ Եվ 8-ին ես խորհուրդ կտայի մի հատ մի բան, որ ինքը չֆիքսվի անարդարության վրա։ Ինքը շատ ժամանակ է կորցնում անարդար վիճակների, անարդար իր մոտ, ոչ իր հետ կապված վիճակների վրա։ Այսինքն, ինչքան ֆիքսվես, այդքան քեզ Աստվածը, Վսիլենը, ոնց ուզում ես դա անուն դիր, Վսիլենը ոնց է հայերեն։ Տիեզեր կա։ Մարդկա չի ուզում Աստված ասվի, տիեզեր կա, Աստվածը դա նույն վերին էներգիաներն են, որոնք որ գոյություն ունեն։ Ինչքան ֆիքսվես անարդարության վրա, այդքան քեզ տիեզերքը կուղարկի այն սիտուացիաները, որտեղ որ դու նորից այդ անարդարությունը կհանդիպես, մինչև չսովորես։ Իրինա, եթե 2-ին գումարում ենք 6, ստացվում է 8։ 26-ը հասկանալի էր, իսկ 07-ը եւ 1994-ը ինչ եղան այս պատմության մեջ։ 7-ը ասում է նրա մասին, որ եթե քո կյանքում ինչ որ մի հատ իրավիճակ լինի, որ քեզ ասեմ, որ ուզում ես գնաս ուրիշ տեղ աշխատես ուրիշ երկրում, առանց հապաղելու, առանց մտածելու, առանց վախենալու, որտեղ մենք բոլորս միշտ վախենում ենք նոր բաներից։ Մենք միշտ սովորենք ու ուզում ենք մնանք այդ կոմֆորտ զոնայի մեջ, լավ է, այսքան ստանում եմ, այսի բան անպայման գնա ու ուրիշ երկրում աշխատի։ Դա քո համար կլինի տես մի հատ բուստ։ Դա մենակ քո համար լավ կլինի։ Այսինքն 07-ը նշանակում է համաձայնիր արտերկրում աշխատանքին։ Այո, ես տենց մի քիչ հակիրճ եմ ասում, 07-ը համել ուրիշ բանել ունի, դե հիմա ես դες մի հատ հետաքրքիր բան եմ ասում, որը իսկ 1994-ը ինչ եղավ այս դեպքում։ Դա թիվ 5-ն է, ձեր մոտ գալի, եթե 1001 + 9 + 9 + 4, 5-ը տալիս է ձեզ այն, որ դուք ունեք շատ լոգիկ, անալիտիչեսկի ռացիոնալնի մտածելակերպ, որը որ ձեզ օգնում է ձեր գործի մեջ։ Ինչ է նշանակում ռացիոնալնի անալիտիչեսկի մտածելակերպ։ Դուք գիտեք չոտկը, որը որից հետո պետք է անեք։ Շատ մարդ չունի լոգիկա։ Ձեզ կարա թվա, որ բոլորը ձեր պես լոգիկա ունեն, բայց չէ։ Ու լիքը մարդ չունենալով այդ լոգիկան, նույն քայլերը, որը որ դուք 10 րոպեում այդ հարցը կլուծեք, ինքը կարող է տես 2 ժամ ժամանակ ծախսի, որտեղ սխալ քայլեր անի։
Իսկ կարելի է ենթադրել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ծնվել են նույն օրը, նույն կերպ են լինում։ Իրանք նույն կերպ են լինում մենակ իրանց մանկության ժամանակ։ Այսինքն, եթե մենք վերցնենք ինչ-որ մեկի ձեզ վերցնենք եւ մի հատ մարդ գտնենք, որը որ ծնվել է նույն ժամանակ, ու դուք իրար հետ խոսակ, դուք մանկությունից խոսակ, ձեր ցանկությունները, ձեր ժելանիաները, միջտի, ոնց է միջտի ժելանիա, դուք հասկանաք, որ ձեր մոտ մանկության ժամանակ նույնն է եղել, բայց ինչն է ազդե սոցիումը, ընտանիքը, իրադարձությունները, դպրոցը, այդ ամեն ինչը մի քիչ մեր ուղուց շեղում է մեզ։ Օրինակ 8-ը ինքը պետք է աշխատի իր վրա։ Կամ զբաղեցնի մի հատ նենց պաշտոն, որտեղ ինքը պետք է որոշի, թե ոնց է պետք անել։ Կարող ենք դուրս գալ պատշգամբից մաքուր օդ է անել։ Իհարկե կարող ենք։ Խնդրեմ, գնանք տեսնենք ինչպիսի տեսարան է բացվում ձեր պատշգամբից։ Պետք է ասեմ, որ ձեր բոլոր հետազոտությունները շատ ճիշտ էին եւ բնութագրում էին ինձ, հատկապես վերջին պահը առավել քան։ Մի հատ բան եմ ուզում նաեւ ձեր մասին անպայման ձեզ ասել, որ ձեր համար ամենակարևորը, որ գնահատեն ձեր աշխատանքի արդյունքը։ Շնորհակալություն։ Եվ բայց երբ որ դուք դառնաք, չգիտեմ ձեր տարիքը, բայց ասացի 1994 թվական հուլիսի 26։ Հա, այսինքն հիմա արդեն, կարամ ասեմ, արդեն հիմա ձեր համար բացի դրանից, որ պետք է գնահատեն ձեր աշխատանքը, ձեր համար շատ կարևոր է նաև հարաբերությունները։ Հարաբերությունները այն պահով, որ ձեզ կարևոր է ձեզ հասկանան ու դուք հասկանաք։ Մենք եկել էինք ձեզ եւ ձեր բնակարանային պայմանները բացահայտելու, բայց սա եղավ փոքրիկ վավերագրական ֆիլմ իմ մասին։ Եկեք շարունակենք ձեզ բացահայտել։ Շնորհակալ եմ ամեն դեպքում, ամեն բան ճիշտ էր։ Գեղեցիկ տեսարան դեպի Արագած լեռը։ Առավոտները այստեղ սուրճ, մեկ գավաթ տեսարանով հմայվել, թե ոչ։ Այո, իհարկե, ես միշտ ընտրում եմ, որ բնակարանը լինի բարձր հարկ։ Առաջինը, որովհետև ինչքան բարձր է հարկը, այդքան մաքուր է օդը։ Եվ երկրորդը, որովհետև տեսարան։ Եվ երրորդը ես միշտ ընտրում եմ բնակարանը, որտեղ որ քիչ արև կա, ինչի։ Ձմեռը լավ է, օքեյ, արևը գալիս է, բայց ամառը ապրիլ ամսից սկսած, երբ որ քո տան մեջ միշտ արևը անտանելի է։ Դու չես կարող նստես բալկոնում, այսինքն ամբողջ ամառ դու բալկոնում չես նստում, նստում ես ձմեռը, երբ որ արդեն համ արև կա, բայց համ էլ չրտոտ է։ Պարզ է։ Եվ շարունակենք ձեր բնակարանային բացահայտումները, ուր ենք տեղափոխվելու այս պահին։ Եկեք տեղափոխվենք ննջասենյակ։ Եկեք գնանք։ Գնանք։ Բայց ընթացքում նաև զրուցենք միասին։ Իհարկե։ Մենք դռները փակելով կգանք։ Այդքան գիտելիքները ի վերջո ինչ եք անելու, Իրինա, ում եք փոխանցելու վերջի վերջո։ Եկեք ստեղ։ Ոյ։ Ձեր զավակները չեն հետաքրքրվում ձեր Հետաքրքրվում հոգու մասնագիտությամբ, որովհետև ինչպես դուք ասացիք, սա ձեր հոգու մասնագիտությունն է, բուն մասնագիտությունը լրիվ այլ է։ Մաքսիմալն լույսը վառում։ Մաքսիմալնի վառված են լույսերը, պետք չէ կարծում եմ։ Մաքսիմալին է զեր։ Շատ լավ։ Հետաքրքրված են, միշտ ինձ հարցնում են, ասում են, մամա, մի հատ կասես, նոյեմբեր ամսին ինձ ինչ է սպասում, մյուս տարի կամ այս մի ամիսը, որը որ վերջացել է, ինչ էր, որովհետև բացի այդ գիտելիքներից, որի մասին ես տենց, конечно, շատ քիչ, բայց ինչ որ ձևով տալիս եմ, ես նաև անում եմ պրոգնոզ։ Կանխատեսում։ Ինչն է, սենց, կանխատեսում, որը որ իրոք շատ հետաքրքիր է ու շատ օգնում է։ Վերջին շրջանում այս մասնագիտությունը դարձավ շատ նորաձև, մոդայիկ եւ յուրաքանչյուր մարդ, ով հնարավորություն ուներ համացանցից օգտվելու, իրեն համարում էր այս մասնագիտության կրողը եւ հատկապես վերջին շրջանում ChatGPT-ն եկավ մեծ օգնության։ Կան այնպիսի տեղեր, որտեղ ChatGPT-ն կաղում է եւ առաջ են գալիս մասնագիտական հմտությունները եւ դուք հենց հիմա կարող եք մեզ ապացուցել, որ այո, ChatGPT-ն չունի այս պատասխանը, իսկ ես ունեմ այս պատասխանը։ Ուրեմն տեսեք, ինչն է տարբերությունը կենթանի նումերոլոգի եւ AI-ի, այսինքն ChatGPT-ի տարբերությունը որն է։ ChatGPT-ն, եթե դու գրես քո տարեթիվը, ինքը քեզ ամեն թվով ինչ որ մի հատ ինֆորմացիա կտա, բայց ինքը չի կարա վերցնի
եւ երկու թիվը կամ ամբողջ ձեր թվերը իրար կապի ու անենց բան ասի, որ քո գլխի մեջ մնա։ Դու կկարդաս քո մասին ChatGPT-ով, բայց մի հատ ինքդ քեզ հարցրա մի շաբաթից կամ դաժե մյուս օրը, այդ 100% ինֆորմացիայից ինչքան ինֆորմացիա մնաց քո մեջ։ Ոչ մի բան։ Կամ օքեյ 20%, որովհետեւ ChatGPT-ին ինքը պարզապես ամեն թվի մասին, իսկ եթե ես դες ցույց տամ մատրիցա, ձեր թվերի հետ կապված, այնտեղ տենց իչեմ 50 թիվ կա։ Դուք պետք է կարողանաս այդ թվերը իրար կապես, որովհետև մենք բոլորս գալիս ենք ինչ որ մեր ցեղից ռոդ, չէ՞, ռոդ, մենք ունենք ռոդ, որը գալիս է։ Երբ որ մենք ծնվելու պահին մեզ կանչում են, ասում են ոնց որ դու տենց հերթի մեջ կանգնած ես ուզում ես ծնվես։ Քո ցեղում կար այսպես խնդիրներ, այսինքն խնդիրը ինչ է կոչվում, ինչ որ սխալներ։ Դու պատրաստ ես 4 հատ սխալ այդ քո ցեղից լուծելու։ Օրինակի համար ես ձեր թվերը նայելով հասկացա, որ ձեր ցեղում եղել է ինչ որ մարդ, դու կարող ես դաժե իրան չճանաչեք կամ ճանաչեք, որը որ եղել է ժերտվայի զոհի դերում։ Այսինքն կարող է ինքը չի եղել բառացիորեն զոհ, բայց ինքը դեպրեսիաներով տառապ է, ինչ որ տենց չի գնահատե իր կյանքը, վատ տրամադրություն ա ունեցել, հա։ Այսինքն նաև ուսումնասիրում եք Գերդաստանի պատմությունը։ Իմ նումերոլոգիան ինքը կարմիչեսկի նումերոլոգիա է։ Կարմիչեսկի նումերոլոգիան, տարբեր տեսակի նումերոլոգիաներ կա։ Կարմիչեսկի նումերոլոգիան նաև իր մեջ կարման է բերում։ Ինչ է նշանակում կարման։ Կարման վատ բառ չի։ Կարման էդի գործողություններն է, գործողությունների արդյունքն է, որը մենք ստանում ենք։ Հասկանում եք, այսինքն եթե օրինակի համար ձեր պապը ինչ որ մի հատ վատ բան արի, ինքը կարող է պատիժը չի տարի, բայց այդ պատի, ոչ թե պատիժով, այդ կարմայով դուք եք ծնվել, որ դուք դա շտկեք։ Շտկեմ, թե ես ընդհանրապես դրա պատասխանը տամ, դա շատ կարևոր նրբություն է։ Ասեմ ձեզ, պատասխանը չէ, շտկեր։ Օրինակի համար, հենց այն ժամանակ, երբ որ դուք զգում եք, որ դուք չունեք ուժ, որ դուք ուզում եք տնից դուրս չգաք, որ դուք ուզում եք սենց ես մեղք եմ, ինձ ոչ մեկ չի սիրում, ժերտվայի դերում լինեք, դեպրեսիա է ձեր մոտ դուք անպայման պետքա դա կանգ առնեք, որտեղ դուք այն մարդն եք ձեր ցեղում, որի վրա որ դրված է դա, որ պետքա ցույց տաք, թե ինչքան լավ հիասքանչ ուրախ կարելի է ապրել։ Սա ամենակարևոր հարցն է։ Այդ զգացողությունը ձեր մոտ գալիս է, բայց ես ձեզ մի բան խորհուրդ տամ, ամենաառաջինը դուք պետքա սովորեք ասել մարդկանց չէ։ Երբ որ դուք մի բանը չեք ուզում անեք, դուք չպետք է գնաք, վայ ամոթ է, ինչ կմտածեն, չեմ կարա, չէ։ Ես չեմ ուզում այդ բանը անեմ։ Իրինա, հիմա ինչով եք զբաղվում, ո՞րն է ձեր մասնագիտությունն այս պահին։ Հիմա ես project manager եմ։ Project manager իմенно վերանորոգումների հետ կապված։ Այսինքն, դուք ունեք բնակարան, բայց դուք չեք ուզում թաթախվեք այդ վերանորոգում, պրարապ, դիզայներ, բան որ։ Որովհետև իմ կարման պետք է որպեսզի շտկեմ, ես ուզում եմ մնալ տանը դիմում եմ ձեզ։ Որպեսզի դուք ձեր կարմայով զբաղվեք, ոչ թե այն գործով, որը որ вообще ձեր մասին չի։ Դուք հանդիպում եք ինձ։ Ցույց եք տալի ինձ մի երկու բնակարան, տես փին ինտերեսով, որ հասկանամ ձեր ճաշակը։ Եվ այդ ամեն ինչը ես եմ ձեր տեղ անում, այսինքն ձեր վերանորոգումը դուք պետք է զբաղվեք, ես եմ զբաղվում։ Կուզենաք կգաք, կգնաք, չեք ուզենա, չեք գնա, որովհետև ես ունեմ բանվորական խումբ, ես ունեմ դիզայներների խումբ, ես ունեմ մեբելշիկները, այսինքն որոնք որ մեբել են, ես ունեմ կահույկա գործեր, ես ունեմ մեծ զեղչեր խանութներում, շինարարական խանութներում։ Դուք խոսեցիք մատրիցայի մասին։ Ինչ ձևով եք բացում մարդկանց ճակատագրի մատրիցան։ Դա պետք է ես ձեզ նկարեմ ու ցույց տամ, թե ոնց է դա գումարվում, ինչ ա լինում, եթե դες տենց պրոֆեսիոնալնի կողմն է պետք է։ Հիմնական կետերը, որոնք օգտագործում եք, որոնք են։ Ամենահիմնական կետերը դա քո ծննդյան թիվն է, այսինքն ամսվա ծննդյան 26-ը ձեր դեպքում, ամսվա թիվն է, տարի թիվի իրար գումարելը եւ այդ ամբողջ, եթե մենք վերցնենք այդ 3 թիվը, այդ ամբողջությունն է։ Ընդամենը 2 ամսից մենք թևակողմում ենք նոր տարեթիվ։
Ինչ է սպասվում մեզ ընդհանրապես Հայաստանին, ինչ է սպասվում այդ թվականին։ Կան կանխատեսումներ։ Ես ճիշտ ասած հենց Հայաստանինը չեմ հաշվել, կարող եմ հաշվել հիմա, տենց շատ տենց արագի մեջ, բայց մենք մտնում ենք մի հատ նոր ցիկլի մեջ։ Հիմա մեր մոտ 2025 թիվն է, որը եթե դու գումարես, ինքը դառնում է 9, չէ, 2+2+5, ինքը իրարի դառնում է 9։ Դա վերջնական завершающий ամփոփիչ տարին է, որ ինքը ոնց դες ասեմ, դու կարող ես գաք, որ մի քիչ ոնց որ ուժ չկա, ոնց որ մի բանը գնում է քո կյանքից, գնում են ընկերներ քո կյանքից, գնում են մարդիկ, որոնք որ քեզ պետք չեն, երբեք պետք չի կարճել, պետքա թողնես։ Շատ խորհրդատալի, որ դու քո տան մեջ մի հատ լավ ու բոր կանես։ Յուրաքանչյուր հին բանը, որը որ դու չես օգտագործել 2 տարի, պետքա պրոստը հանել ու շպրտել։ Ինչի համար, որտեվ յուրաքանչյուր բանը դաժե սա, ինչ որ ժամանակ երբ որ մնում ասते, ինքը իր մեջ էներգիա է գալու։ Հենց դրա մասին խոսենք, ինչու է այսպես հյուրանոցային կերպով։ Որովհետև ես օրավարձով եմ տալի այս տները, եւ իրանք համարժեք են 5 աստղանի հյուրանոցի սեգմենտին։ Այսինքն մենք այս պահին գտնվում ենք ուրիշի օջախում։ Տունը ձերն է, օջախը ուրիշի։ Սա իմ օջախը չի։ Սա ես օգտագործում եմ, որպեսզի գումար վաստակեմ, այսինքն այլ է վերանորոգում, հիմա իրան հանձնում եմ։ Կիսատ մնաց։ 2025-ը ավարտում ենք։ Ավարտում եւ սկսում է առաջինը։ Այսինքն մեր մոտ միշտ 9 ցիկլ է։ Ես օրինակ կարող եմ հիմա հաշվել ու հասկանալ դուք որ ցիկլի մեջ եք, ձեր անհատականը։ Հիմա եթե վերցնենք մեր գլոբալ, մեր մոտ հիմա 9-րդ ցիկլն է ամբողջ աշխարհում, որտեղ 2025-ը բոլորի համար է։ 25-ը վերջանում է եւ մենք եթե դու 2026 իրար գումարես, գալիս է 10։ 10-ը եթե մենք դարձնենք մի ցիկլ, գալիս է 1։ Առաջի ցիկլն է սկսվելու։ Առաջի ցիկլը ինքը ինչքան լավն է, ինքը էներգիա դու ուզում ես sense տվարից անես, ամեն ինչ թազա է ստացվում, թազա երկրներ, թազա ընկերներ, թազա բան, ինքը բայց ունի իր մեջ ագրեսիա է։ Այդ լիքը էներգիան, երբ որ մարդ ունի լիքը էներգիա, դու կամ լավ ձևով ես օգտագործում, կամ գնում ես դեպի սխալ ձևով ես։ Այսինքն վերածնունդ եք դեպի տեղափոխ։ Այո, բայց պետք է այդ էներգիան պետք է անպայման ճիշտ ձևով օգտագործել է, բայց նաև կա անհատական։ Հիմա դա ես ասում եմ գլոբալի մասին։ Ձեր անհատականը կարող եմ հաշվել ասել օրինակ ձեզ ինչ է սպասվում կամ ինչ է սպասվել պետք չի։ Իր ձևի ձեր համար 2025։ Դե թե ինչպիսին էր, գիտեմ արդեն ինչպիսին էր 2025-ը, բայց մի կարևոր հարց։ Սա հատկապես ավելի շատ հետաքրքրում է մեզ դիտող մարդկանց, ֆինանսական կողմը։ Արդյոք թվագետը իր կանխատեսումների եւ եզրակացությունների համար պետք է գումար վերցնի, թե ոչ, իսկ եթե այո, ապա որքան։ Շատ ճիշտ, շատ ինձ իմ սրտի sense հարցնեցիք։ Տեսեք, երբ որ ես սովորեցի թվագիտությունը, ես իհարկե սկսեցի իմ կոնսուլտացիաները եւ սկսեցի գումարով։ Սկզբից դրելի այտենց 20000 общий տենց ռազմորը, որը որ շատ տարբեր սֆերաներ անդե 5 սֆերա է, պլյուս բրադավые ошибки, պլյուս լիքը բան։ Հետո հասկացա, որ շատ են պատվերները եւ ես ոնց որ սպառվում եմ, ոնց որ բարձրացրեցի գնա պիտակը, գնա պիտակը չէ, գինը։ Գինը բարձրացրեցի, դարձեցի 50000։ Բայց շարունակում էին, մարդիկ շարունակում էին ինձ դիմեին, ես նախ ասեմ, որ ես մենակ on-line եմ աշխատում, այսինքն։ Դուք գիտեք չէ, որ մեզ հետևում են նաև հարկայինում աշխատող մարդիկ, դուք հարկեր վճարում եք այդ։ Ես հարկեր վճարում եմ բնակարաններից, բայց այնտեղ հիմա ասեմ ինչի հարկեր չեմ Դուք վճարում։ կդատվեք, ես նույնպես կանխատեսումներ եմ անում, դուք շուտով դատվելու եք։ Ինձ պեկում շատ լավ ճանաչում են, ես մի բան կանեմ, չեմ դատվի, так что չեմ դատվի պեկում, ասեմ ինչի համար, որ ես արդեն 3 ամիս է հասկացել եմ, որ հոգևորը հենց նրա համար, որ այնտեղ չպետքա լինի նյութական։ Հստակ գումար։ Հետո ինչ եղավ, 50000 էր դա։ 50000 շարունակեցին մարդիկ ինձ դիմել, եւ ես հասկացա, որ հարցը թիվը չի, հարցն է, որ ես կամ տեսած ես, ուզում եմ ձեզ օգնած լինեմ կամ չեմ ուզում։ Եվ այդ գումարը, որ դուք ինձ հիմա տակ ես ասեմ, հա դե այդ մարդը գումարը տվել է, ես պարտադիր պետք է անեմ, ես չեմ կարա։ Հոգևորը, նյութականը։ Իսկ ինչպես ձեզ կարող են գտնել մարդիկ։
Կարող են գտնել ինձ իմ Instagram-ի էջով։ Ինչպես։ Իրինե Շախնազարովա։ Իրինե։ Հա։ Իսկ ինչու Իրինե։ Դա ինձ շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ես Կարճ կկարողանաք պատմել, որովհետև վերջին րոպեներն 2020 թվականին պատերազմ եղավ մեզ բոլորի հայտնի, կստացի հենց այս ժամանակ 5 տարի առաջ։ Եվ ես տակակ շատ եմ սիրում երկիրը, ես պատրիոտ մարդ եմ, ես ծանր ապրումներ ունեցա, ես ընկերներ կորցրեցի այդ պատերազմի ժամանակ եւ իմ մոտ եկավ մի ասենց միտք։ Ինչի կարա լինի Մարինան, Մարինե, Կարինան, Կարինե, Քրիստինան, Քրիստինե։ Քրիստինան, Քրիստինե, իսկ Իրինան Իրինե չի կարող լինել։ Եվ ես ինձ հայտարարեցի, որ ես Իրինե եմ։ Շնորհակալություն Իրինե, գիծ Իրինա, հետաքրքիր զրույցի համար, հրաշալի բացահայտումների համար, համենայն դեպս իմ անձի մասին։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ կդիմեն ձեր օգնությանը եւ դուք նրանց համար նույնպես կունենաք շատ հետաքրքիր ինֆորմացիաներ։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր դռան դիմաց, երբ ձեզ կմաղթենք հաջողություն։ Շնորհակալ եմ։ Իրինա, 3 հատոր մնաց կիսատ մեր զրույցից, խնդրեմ, ինչ ունեք լրացնելու։ Չէ, տենց չէ, իսի դրան շեմի բան չի։ Դրան շեմի բան Դրան չէ։ շեմի բան չի, ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ եկաք ինձ հյուր։ Ինչ ասեմ, արդեն դա մասնագիտական չի։ Դե հուսանք մեր հաջորդ հանդիպումը կլինի քաղցած չէին սպասում հավաքման շրջանակներում եւս 45 րոպե հնարավորություն կունենաք կիսվելու մեր հետ։ Ասեմ, եթե դուք ունենաք օգնություն, հոգևոր օգնություն, թե նյութական օգնություն, այսինքն նյութականը ոչ թե գագազիկ ինաջամիք փոխդուր։ Դե ուրեմն պետք չի։ Այլ ասեք, որ բնակարան ունեք, ես կամ ինչ որ խնդիր ունեք հոգևորի հետ կապված, ես միշտ շատ ուրախությունով ձեզ կօգնեմ։ Շնորհակալություն Իրինա հետաքրքիր զրույցի համար, լավ մնացեք, հաջողություն։ Մերսի ձեզ շատ, շնորհակալ եմ, մերսի չէ, շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.